Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 1 Ես Սարոնի վարդն եմ, երգ երկրորդ գլուխ առաջին խոսք Ինչպիսին էլ որ լինի գեղեցկությունը նյութական աշխարհում, Հիսուս Քրիստոսը տասնապատիկ ավելի է տիրապետում դրան հոգևոր աշխարհում, ծաղիկների մեջ վարդն ամենագեղեցիկն է համարվում, սակայն Հիսուսը շատ ավելի հիասքանչ է հոգու պարտեզում, քան վարդը կարող է լինել երկրավոր պարտեզներում: Նա բյուրերի մեջ առաջին տեղն է գրավում, որպես գեղեցկությունը բոլորի մեջ: Նա արև է և մյուս բոլորն աստղեր: Երկինքներն ու ցերեկվա լույսն էլ խավար են նրա մոտ, քանի որ Թագավորն իր սքանչությամբ գեղեցկացնում է բոլորին: Ես Սարոնի վարդն եմ, լավագույնն ու ամենահազվագյուտը վարդերի մեջ: Տեր Հիսուսը պարզապես սովորական վարդ չէ, գրված է, որ նա Սարոնի վարդն է, ճիշտ այնպես, ինչպես նա իր արդարությունն է ոսկի անվանում, իսկ հետո ավելացնում. «Ո՛փիրի ոսկի, լավագույններից լավագույնը»: Բացի այն, որ նա ինքը բոլորովին ցանկալի է, նրա համայնքները բազմազան են: Վարդը զմայլելի է աչքի համար, իսկ նրա բուրմունքը հաճելի է և թարմացնող: Նմանապես էլ հոգու յուրաքանչյուր զգայարանը, թե՛ համի, թե՛ հոտի, թե՛ տեսողության, թե՛ լսողության և թե՛ առհասարակ հոգևոր ապրումների, բավարարվածություն են գտնում Տեր Հիսուսի մեջ: Ավելին, նույնիսկ նրա սիրո մասին հիշողություններն են քաղցր: Վերցրու Սարոնի վարդը, պոկիր դրա տերևներն ու դրանք դիր քո հիշողության սափորի մեջ, և դու կհայտնաբերես, որ յուրաքանչյուր տերևը շատ ժամանակ անց դեռևս անուշահոտություն է արձակում, դրանով լցնելով քո հոգու տունը: Եվ ի վերջո, Քրիստոսը լիովին բավարարում է նույնիսկ ամենախստապահանջ հոգու ճաշակը: Օծանելիքի ամենամեծ և նրբաճաշակ սիրահարին անգամ դուր է գալիս վարդի բուրմունքը և նույնիսկ երբ ժամանակի ընթացքում նրա ճաշակն ավելի հասուն և պահանջկոտ է դառնում, միևնույն է, նա գոհ է մնում Քրիստոսից և անգամ ավելի բարձր է գնահատում նրան: Ողջ երկնքում չկա ոչինչ, որ ավելի գերազանց լինի, քան Սարոնի վարդը: Ի՞նչը կարող է լիարժեքորեն արտահայտել նրա գեղեցկությունը: Մարդկային լեզուն և երկրավոր բաները ունակ չեն պատմելու նրա մասին: Երկրի լավագույն սքանչելիքներն էլ միասին վերցված, նրա թանկարժեքության մի չնչին մասն են միայն արտացոլում: Ով օրհնյալ վարդ, հավիտյան ծաղկիր մեր սրտում: